գործընթաց չեն հիշում, SMS-ով կարան զանգեն, եթե պրոբլեմ ունենան զանգեն, սա լուրջ չի, հասկանում եք, մի երկիր, մի ժողովուրդ, որը կանգնած է օրասական խնդիրների առաջ, անվտանգության լուրջ խնդիրների առաջ, որի տարածքը օկուպացված է, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության 200 քառակուսի կիլոմետր տարածքը, որտեղ եթե նայենք քարտեզին ադրբեջանցիները մխրճված են ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի հատվածներում, որ ցանկացած պահի նրանց համար ռազմական գործողություն սկսելը մեկ անգամ մեկ է, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պարզ չի թե ինչի մասին է, հա, խաղաղություն, բոլորս էլ ասում են խաղաղություն, բայց գործիքներն իրանց ձեռքում են եւ իրան գնում են սխալ ճանապարհով։ Եվ այդ ինչպես ձեր հարցում ասացիք, Միացյալ Նահանգների նախագահը երևի մեկ ամիս հետո արդեն չի էլ հիշում թե ինչի մասին է խոսքը կամ ինչ Հայաստան, ինչ Ադրբեջան, ինչ Փաշինյան, ինչ Ալիև, այսինքն ոչինչ չի կարող ասել, այսինքն պաշտոնական իմաստով Հա, դա չի նշանակում, որ Ամերիկայում չեն հիշում կամ Ամերիկան գործընթացից հրաժարվում է, չէ, բայց սա խոսում է մի բանի մասին, որ լուրջ չեն վերաբերվում։ Միացյալ Նահանգները այս գործընթացին եւս լուրջ չի վերաբերվում։ Այո, կլինեն հայտարարություններ, որ մենք կարևորում ենք այս կողմենքում, բայց այդ կարևոր հայտարարությունները մենք շատ ենք տեսել։ Արցախը բռնի տեղահանումից առաջ ամբողջ աշխարհը, այդ թվում Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները, Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաները, բոլորը միաբերան հայտարարում էին մեկը մյուսին հերթ չտալով, որ մենք իրանք թույլ չեն տալու էթնիկ զտումներ, իրանք թույլ չեն տալու բռնի տեղահանում, իրանք թույլ չեն տալու Արցախին բլոկադան շարունակվի, բայց ինչ եղավ են ինչ որ եղավ։ Վերադառնալով այս բանին Տիգրան Աբրահամյան ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում է, թե գործող իշխանությունների օրոք ինչն է խարխլվել, ինչ է տեղի ունեցել, դրան զուգահեռ իշխանությունը նշում է, որ իրենք խաղաղության պայմանագիր են նախաստորագրել եւ դրանով էլ իսկ իրենք գնալու են արտահերթ կամ հերթական ընտրությունների, որն է ընդդիմության, այսպես ասած, հակ ազդեցությունը կամ պատասխան փաստաթուղթը։ Ընդդիմության պատասխան փաստաթուղթը հետեւյալն է. իրական խաղաղության գնալու ճանապարհը մենք գիտենք եւ դա մենք ենք իրականացնելու, Նիկոլը չի իրականացնելու։ Նիկոլը հերթական անգամ այս իշխանությունը հերթական անգամ խափում է ժողովրդին, դա խաղաղության փաստաթուղթ չի, դա իլյուզիա է չի անգամ, նույնիսկ քաղաքականությունից մի փոքր տեղյակ մարդիկ, որ կարդում են, ասում են, բայց սրա ինչն է խաղաղության մասին։ Սա մտադրությունների փաստաթուղթ է, որ մենք բանակցել ենք ինչ-որ մի բան եւ ավարտել ենք այդ բանակցությունը եւ այս իշխանությունը չպետք է փոխի այդ բանակցությունը։ Հիմա խաղաղության նախապայմանը, այսպես կոչված խաղաղության նախապայմանը սահմանադրությունը փոխելն է։ Նիկոլը գալու ընտրություններին ասի, մենք պետք է, դուք ինձ պետք է ընտրեք, որպեսզի ես սահմանադրությունը փոխեմ, որպեսզի Ադրբեջանը խաղաղությունը ստորագրի, որ հետո մենք վավերացնենք, որ հետո մի հատ հասկանանք, տեսնենք ինչ է եւ այսպես տարիներ շարունակ։ Հետո պահանջը լինելու է անխոչնդոտ ճանապարհը, հետո Նիկոլը գալու ասի դե նորից պետք է ճանապարհը տանք, հետո որ սենց լինի, հետո որ նենց լինի ու այսպես շարունակ Հայաստանի Հանրապետությունից բան չի մնալու խաղաղության անվան տակ։ Ընթացքում չի բացառում նաև մանր-մունր մի քանի օրանոց, մի քանի ժամանոց ագրեսիվ գործողություններ, ես սա նկարագրում եմ Նիկոլի ապագան Հայաստանի սահմանին, այո, հարավային հատվածում, այլ հատվածներում, այդ թվում նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի պրոցեսի զուգահեռ Այն ինչ որ եղել է, այսինքն ես հիմա նորություն չեմ ասում, ես ասեմ այն ինչ որ եղել է այս վերջին 7 տարիներին։ Հիմա որպեսզի դա տեղի չունենա, ընդդիմությունը եւ հատկապես մենք առաջարկում ենք կապիտուլյացիոն քաղաքականությունից պետք է հրաժարվել, չպետք է այդ ձևի մեջ մտնել, այդ դերի մեջ մտնել, որ այո, ես պատրաստ եմ հանուն խաղաղության ցանկացած կապիտուլյացիայի։ Ոչ, մենք պատրաստ չենք ցանկացած կապիտուլյացիայի, մենք պատրաստ ենք խաղաղության Եվ գիտենք այդ խաղաղության գինը եւ գիտենք, որ խաղաղության պատրաստ լինելու համար եւ խաղաղությունն ապահովելու համար անհրաժեշտ է բալանս տարածաշրջանում, որ երկրներն են իրականում շահագրգռված հարավային Կովկասում խաղաղության հաստատման։ Ռուսաստանի Դաշնությանը պետք է քննարկել եւ հասնել ռազմավարական բալանսի վերականգնմանը։ Միացյալ Նահանգները պետք է քննարկել եւ հասնել ռազմավարական բալանսի վերականգնման, որ Ադրբեջանի մտքով անգամ չանցնի,
Եվ ինքն էլ սուսուփուս փոչը վերցնի ու Հայաստանի տարածքներից դուրս գա։ Այդ ժամանակ արդեն խաղաղության մասին խոսակցությունները կլինեն ռեալ, իրական։ Իսկ ճանապարհները բացել, այո, մենք կողմնակից ենք ճանապարհները բացելու, բայց այդ ճանապարհների գործարկման իրավական, քաղաքական եւ տնտեսական բալանսներն էլ պետք է լինեն ամբողջությամբ փոխադարձության սկզբունքով եւ դրա մասին պետք է դետալացված գրած լինի, ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ ճանապարհ մնացածն էլ դե կտեսնենք, այսինքն փոխադարձության սկզբունք, ինչ անշանակում փոխադարձության սկզբունքով, որտեղով Ադրբեջանի ինչ-որ մի գյուղի մեջով ինչ-որ մի տեղ, ինչի՞ չի դա գրված։ Եվ արդյոք մնացած բոլոր կոմունիկացիաները, որոնք օրինակ Իջևան Ղազախ հատվածը, օրինակ Երևանից դեպի Նախիջևանով անցնող դեպի Մեղրի տանող եւ մնացած հատվածը Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթգծով կապելու հնարավորությունները քննարկվում են արդյոք դերը։ Միակողմանի զուտ ամերիկյան պատկերացումներով լուծումներ են հիմա առաջարկում։ Մենք չգիտենք Իրանի իրական դիրքորոշումը որն է, Իրանից տարբեր կարծիքներ են գալիս, մի տեսանկյունն ասում է, որ գոհ են, մյուս տեսանկյունը ասում է, որ հարցեր ունեն։ Նույնը ռուսական պարագայում, այսինքն դեռ այս չավարտված եւ դեռևս բազմաթիվ հարցեր պարունակող արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային գործընթացներում առողջություն։ Խոսել վերջնական լուծումների եւ վсё Նիկոլն արդեն խաղաղությունը բերել չի բերել։ Ես շատ ուրախ կլինեի, որ ես դրանում համոզված լինեի։ Շատ ուրախ կլինեի, որովհետեւ դա իրոք շատ կարևոր հենակետ է Հայաստանի զարգացման համար։ Բայց ես չեմ ուզում ինքս խաբվել եւ խաբել նաեւ մնացածը։ Պարոն Զաքարյան, Նիկոլ Փաշինյանի գրառումները վստահաբար կարդացել եք այս վերջին մի քանի օրվա, անընդհատ նախկին 3 նախագահներին էր հիշատակում, նաեւ նշում թե այդ ինչպես է հաղթանակներ բերել, որ ձեզանից 3-ին էլ ժողովուրդը չի ընտրել, նաեւ նշել էր, որ դուք ոչ միայն հաղթանակներ չեք բերել, այլ Հայաստանը քաշել եք մի անդունդի մեջ, որից ելք չկա։ Մենք ենք Հայաստանը քաշել մի անդունդի մեջ, որից ելք չկա։ Այո, ըստ Նիկոլ Փաշինյանի, այո, նախկին 3 նախագահները։ Բայց ոնց որ թե իրավիճակը լրիվ հակառակն է։ Հայաստանը իր արտաքին եւ ներքին քաղաքականության պիկի վրա էր, երբ որ Նիկոլն եկավ։ Եվ մենք գիտենք, թե ինչ գնով Նիկոլն եկավ եւ գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան ինչպես Հայաստանում աշխատեցին։ Սրա մասին շատ ենք խոսել, նորից չկրկնվենք։ Այսօր Հայաստանը գտնում է այնպիսի մի փոսի մեջ, որտեղ 3 նախագահներին եւս 3 նմանատիպ փորձ ունեցող նախագահներ են պետք, որ խելքի տան այս իրավիճակից երկիրը հանեն։ Հենց որ ինքը իր մանիպուլյացիաներով, իր այսպես էքսցենտրիկ հայտարարություններով թող ոչ մեկի մոտ քաղաքական, գուցե հասարակ մարդկանց մոտ տպավորություն է դեռևս ստեղծում, բայց հաստատ քաղաքականությունով հետաքրքրվող եւ քիչ թե շատ իրավիճակին տեղյակ մարդկանց մոտ Նիկոլն այլևս տպավորություն չի ստեղծում իր հայտարարություններով։ Երկիրը, որ այս վիճակի մեջ է, կորցված Արցախ, ջլատված զինված ուժեր, հարգանք եւ պատիվ եւ հնարավորություններ կորցրած Հայաստանի Հանրապետություն իր իմիջով, թուրքական շանտաժի եւ պահանջների դաշտում հայտնված արտաքին եւ ներքին քաղաքականություն, քաղբանտարկյալներ, տնտեսական անկայուն զարգացում, ներդրումների բացակայություն, արտաքին պարտքի կրկնակի աճ, բոլոր ոլորտներում գրեթե ձախողումներ կամ չկա ցույց տվեք մի ոլորտ, որտեղ կա հաջողություն, ես հետ քաշեմ իմ հայտարարությունը բոլոր ոլորտների ձախողումների վերաբերյալ։ Մի ոլորտ ցույց տվեք, որտեղ կա հաջողություն։ Էական հաջողության մասին է խոսքը, ոչ թե ինչ որ մի քառակուսի մետր ասֆալտ, ինչ որ մի գյուղի բան ճանապարհի վրա։ Այս իրավիճակում ես կարծում եմ, որ գործող կառավարության ղեկավար իրավունք չունի որևէ մեկին մեղադրել։ Ես նույնիսկ չեմ ասում նախորդ նախագահներից, որևէ մեկին։ Մեղքերը թող փնտրի, այն որ 5 շաբթի օրը կառավարության նիստ են անում եւ 4 շաբթի օրը գալիս է ստեղ հարց ու պատասխանի, մեղքերը թող փնտրի այլ կառավարության նիստի սենյակում սեղանի շուրջ նստած մարդկանց մեջ, իրենից սկսած եւ այստեղ այն խմբակցության մեջ, որ նստած է նախագահությունից ձախ։
Պարոն Զաքարյան, Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջիկա ընտրություններում լուրջ դերակատարություն է ունենալու։ Երրորդ նախագահը ինչ մտադրություններ ունի, քանի որ նաև այստեղ հավաքված մարդիկ դուք եւ նաև պատիվ ունեմ խմբակցությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ սահմանադրական եղանակով պետք է տեղի ունենա փոփոխությունը եւ ընտրությունների ճանապարհով։ Երրորդ նախագահը ինչ մտադրություններ ունի։ Այսօր դուք հավաքվել եք լուսաբանելու երրորդ նախագահի եւ հանրապետական կուսակցության մտադրությունները, հասնել կառավարության անվստահություն հայտնելու գործընթացի իրականացման։ Գործընթացը սկսված է, բայց կախված քաղաքական ուժերի մոտեցումներից, կախված հասարակության աջակցությունից, այն կամ կարճ ճանապարհ կանցնի կամ երկար ճանապարհ կանցնի։ Երկու դեպքում էլ ճանապարհը մինչև հերթական ընտրություններն են, եւ մենք հույս ունենք, որ հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունը կարող է գնալ նոր ձևավորված կառավարության ժամանակավոր կամ խիստ ժամանակավոր կառավարության միջոցով։ Պարոն Զաքարյան, Հայաստանի եւ պատիվ ձայները միասին անգամ օրակարգ չեն բերում իմպիչմենթի գործընթացը եւ ինչու եք իրատեսական համարում, որ Փաշինյանի թիմակիցները կմիանան ձեզ այս գործընթացում։ Մենք տվյալ պարագայում Փաշինյանի թիմակիցների վրա չենք հույսներս դնում ենք ազգային ժողովի ԿՊ խմբակցության բանականություն ունեցող հայրենիքի նկատմամբ, ապագայի նկատմամբ, իրենց նկատմամբ պատասխանատվություն ունեցող մարդկանց հետ։ Եթե 71-ից որևէ մեկ այդպիսին չի, ուրեմն հայ ժողովուրդը ինքը նաև հետևություններ ունի անելու։ Սա չի նշանակում, որ նվիրված են Փաշինյանին կամ նվիրված են գաղափարներին։ Իսկ ո՞րն է Փաշինյանի գաղափարը, որին նվիրվել են։ Հայրենիքը ծնկի բերելը, նվիրված են ծնկի բերելու գաղափարին։ Ուրեմն նվիրված են նաև Ադրբեջանին, նվիրված են նաև Թուրքիային, նվիրված են նաև Հայաստանի ծնկի բերելու ցանկություն ունեցող բոլոր արտաքին եւ ներքին խնդիրներին։ Ես կարծում եմ, որ ԿՊ խմբակցությունում կան մարդիկ եւ նրանք քիչ չեն, որոնք որ պատեհ պահի կարող են դրսևորել քաղաքական խիզախություն, քաղաքական պատասխանատվություն։ Քանի անուն կարող եք նշել։ Հիմա չէ։ Այսինքն մտքումս այո, բայց հրապարակային ոչ։ Իսկ եթե այս գործընթացը չի հաջողվում, հաջորդ քայլը ո՞րն է։ Այս գործընթացը եթե չի հաջողվում, հաջորդ քայլը ընտրությունն է։ Գործընթացը այո, կարող է նաև չհաջողվել։ Ձեռքերը ծալած նստելու եւ բավարար չափով աշխատանք չանելու պարագայում։ Ցավոք գործընթացը դեռևս, այսպես ասած, խճողվել է ընդդիմության տիրույթում, դեռևս իշխանական խմբակցության տիրույթ չի հասել, եւ երբ որ ընդդիմության տիրույթում հանգուցալուծումներն ամբողջությամբ ավարտվեն, մենք կտեսնենք նաեւ իշխանության վարկը այս առումով։ Այդ դեպքում նաեւ հասարակությունն էլ շատ արագ ինքնակազմակերպվի եւ կարծում եմ մի ստվար հատված մեր ժողովրդի կկանգնի այս գործընթացի կողքին։ Պարոն Զաքարյան, Վալյուդա Գրիգորյանի սպանությանը փոքր անդրադարձ կատարենք ձեր կարծիքով, դա սա քաղաքական պատվեր է, թե ոչ, քանի որ հաշվի առնենք, որ Վալյուդա Գրիգորյանը ինքը հենց ընդդիմադիր գործիչ էր։ Դեք այն որ մարդեն ասենք երջանկահիշատակ Վալյուդա Գրիգորյանի նախ ուզում եմ ցավակցել նորից ցավակցել բոլոր հարազատներին, ընկերներին, բարեկամներին կատարված ողբերգության համար եւ ծանր կորստի համար եւ ոչ միայն Վալյուդային, այլ նաեւ երկրորդ մեր քաղաքացուն ոստիկանության աշխատակցին, որ այդ բանդիտիզմի զոհադարձել։ Ինչ պետքա մտածեմ ես շարքային քաղաքացիս, երբ որ տեսել եմ, թե ինչքան ցավոտ է տարել ԿՊ-ն Փարաքյարում իր պարտությունը։ Ինչ պետքա մտածեմ ես, երբ որ այսպես ակնհայտ այսպես ոչրագործության, բանդիտիզմի էլեմենտներով սպանություն է կատարվում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի նկատմամբ, ով ակնհայտ ընդդիմադիր գործիչ է։ Ես չեմ ուզում հիմա ասեմ, որ դա քաղաքական պատվեր է կամ դրա մեջ կա քաղաքական հանցակազմ։
Բայց դրա մեջ կա այս իշխանությունների մուրճը ճոճելու հետևանք։ Այդ որ մուրճը վերցնում ճոճում են, թող նաև հասկանան, թող նաև իրանց հաշիվ տան, որ այդ մուրճի ճոճելու գործընթացը հասարակության մեջ կարան նաև սխալ հասկանան։ Ոմանք հասկանան, որ եթե վարչապետ ընդդիմության դեմ մուրճա ճոճում, ուրեմն ես էլ կարամ գնամ ընդդիմադիր գործչին գնդակահարեմ։ Ինձ բան չեն ասի, ոչինչ, կարող են նույնիսկ կանչեն ինչ-որ մի թաքուն տեղ գլուխը շոյեն։ Կան չէ, կլինի չէ, նման մարդիկ, ովքեր հենց այդպես կհասկանան այդ մուրճ ճոճելու գործընթացը։ Չի կարելի մի կողմից օրենքից խոսալ, իրավահավասարությունից խոսալ, ժողովրդավարությունից խոսալ, մյուս կողմից աշխարհի կամերաների առաջ պպզել ամբիոնի տակ մուրճ մանգալ ու սենց անիմաստ ժպիտով այդ մուրճը բարձրացնել ու 2000 մարդ էլ չես հասկանում ինչի են ծափարում, ինչն են ծափարում։ Ծափարելու հետևանքներն են, ցավոք։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։